Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դատավորներ եւ դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ձեր գերանձացություն տեսպաններ, միջազգային հարգարժան գործընկերներ։ Ողջունելով բոլորին, շնորհակալություն եմ հայտնում խորհրդանշական այս օրը մեզ պատվելու եւ մեզ հետ անցկացնելու համար, ինչպես նաեւ շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ դատավորներին իրենց առաքելությունը իրականացնելու ու դատական ծառայողների յուրաքանչյուր օր իրենց առջև դրված խնդիրները կատարելու եւ հանրությանը ծառայելու համար, որն ուղղված է արդարադատություն իրականացնելու միջոցով արդարության հաստատմանը։ Հունվարի 12-ը խորհրդանշական է այնքանով, որ հենց նշված գաղափարն է դրվել դատարանակազմության մասին ՀՀ օրենքի հիմքում, երբ ամրագրվել են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի եւ դատարանների կազմավորման սկզբունքները։ Այս տրամաբանությամբ ու գաղափարաբանությամբ է կատարվում ամենօրյա հաճախ չերևացող, բայց բավական բարդ ու կարևոր աշխատանք, որի հիմնական նպատակն է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգի կայացումը հասարակության նկատմամբ լիարժեք պատասխանատվության զգացումով։ Եվ այսպիսի միջոցառումները ու այս բարձրաստիճան համաժողովը դրա վառ ապացույցն են հիանալի հարթակ առաջնահերթությունների մասին մտորելու, ձեռք բերված արդյունքները քննարկելու եւ հետեւություններ անելու համար։ Եվ ըստ թեմայի անդրադառնալով բոլորին հուզող ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդրին, հարկ է ներկայացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, որը յուրաքանչյուր տարի ավելանում է։ Նշվածն ավելի ակնառու է դառնում, երբ տվյալները համեմատում ենք ընդամենը 3 տարի առաջ ունեցած տվյալների հետ։ Այսպես քրեական գործեր քննող բոլոր դատարաններում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացվել է շուրջ 4700 քրեական գործ։ Իսկ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ քրեական գործերի քանակն ավելի քան կրկնապատկվել է եւ ավելացել շուրջ 150%-ով եւ արդյունքում դատարաններ մուտքագրվել է շուրջ 14000 քրեական գործ։ Ընդ որում սա այն դեպքում, երբ առաջին ատյանում պաշտոնավարում է ընդամենը 87 քրեական գործ քննող դատավոր, այսինքն յուրաքանչյուր դատավորի հաշվարկով գործերի քանակը միջինում կազմում է 156։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի քան եռապատկվել է։ Օրինակ Կոտայքի ու Արարատի եւ Վայոց մարզերում գործերի քանակն ավելացել է շուրջ 300%-ով, Արմավիրի մարզում շուրջ 200%-ով։ Այս դատարաններում մեկ դատավորի կողմից տարեկան հաշվարկով ստացված գործերի քանակը կազմում է շուրջ 200 քրեական գործ։ Իհարկե ունենք դատավորներ, ովքեր այս պահին վարույթում ունեն անգամ 300 քրեական գործ, այն դեպքում, երբ 2022 թվականի քրեական գործեր քննող դատավորների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 77 քրեական գործ։ Ընդ որում հարկ է նկատել, որ ներկայացված գործերի մեջ հաշվարկված չեն միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, որոնց քանակը տարվա կտրվածքով հատել է 44000-ը, որը 2024 թվականի համեմատությամբ աճել է շուրջ 49%-ով, իհարկե մեծամասնությունը Երևան քաղաքում, եւ դրանց քննության մեծ մասն իրականացվում է հրատապ ռեժիմով, այդ թվում աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ 2025 թվականի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացված, փոխանցված եւ ավարտված քրեական գործերից 10322 գործով ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Հատկանշական է նաեւ, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում եւ հակակոռուպցիոն դատարանում միջդատական վարույթի շրջանակում ներկայացված կալանքի միջնորդությունների թիվը կազմել է 4164, որից բավարարվել է 2430, այսինքն ներկայացված միջնորդությունների 58.3%։ Նշվածից 654-ով կիրառվել է տնային կալանք խափան միջոցից, 305-ով վարչական հսկողություն։ Իհարկե կառավարության հետ համատեղ 2023-24 թվականների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել իրավիճակը որոշակիորեն կառավարելի պահել, սակայն առավել քան արդիական է քրեական գործեր քննող դատավորների քանակի ավելացման հարցը։ Մեկ այլ համագործակցության հիանալի օրինակ է 2025 թվականի ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված թիրախային ու գործուն միջամտությունը, որի արդյունքում կարգավորվել է ազատազրկված անձանց տեղափոխումների հարցը։ Եվ եթե նախկինում
առաջնահերթությունը տրվել է հիմնականում կալանքի ժամկետի քննարկման կամ անհատաձգելի դատավարական գործողությունների վերաբերյալ գործերով ուղեկցումներին, ինչն էլ իր հերթին կարող էր դատաքննության ժամկետների անհարկի ձգձգումների եւ գործերը ողջամիտ ժամկետում չքննելու առիթ հանդիսանալ, ապա 2025 թվականի մարտ ամսից սկսած ապահովում է ստացվող հայտերի գրեթե ամբողջական կատարում, այն է 98%, 2024 թվականի 64%-ի փոխարեն, այսպես ընդհանուր 16525 ձերբակալված եւ կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերից ծառաբեռնվածության պատճառով չի իրականացվել 2.7%, այսինքն չի կազմակերպվել 285 անձի ուղեկցում նախկին 5581-ի փոխարեն։ Վարչական մասնագիտացված դատարանում ծառաբեռնվածության խնդիրը նույնպես մնում է խնդրահարույց եւ պահպանվում է գործերի ավելացման տենդենսը։ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ վարչական դատարանում գործերի քանակ կազմել է շուրջ 10,000, 24 թվականին 21,000, իսկ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ 2022 թվականի համեմատ այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է եւ դատարանում մուտքագրվել է շուրջ 25,000 վարչական գործ։ Այսինքն գործերի քանակը 2022 թվականի համեմատությամբ աճել է 150%-ով, իսկ 24 թվականի համեմատ 16.7%-ով։ Ընդ որում այստեղ ուշադրության է արժանի, որ եթե 2022 թվականի մեկ դատավոր միջինում քննում էր 411 վարչական գործ, ապա այժմ այդ թիվը հասել է շուրջ 1030-ի։ Հատկանշական է, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից ներդրվել վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը եւ արդեն իսկ ստացված գործերի շուրջ 37%-ը, այն է 9301-ը ստացվել է հենց այդ համակարգի միջոցով։ Դրա հետ մեկտեղ թեև նախաձեռնվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, այնուամենայնիվ վարչական մասնագիտացված դատարանում նույնպես արդի հաստիքների ավելացման հարցը։ Սնանկության մասնագիտացված դատարանում նույնպես առկա է դատավորների ծանրաբեռնվածություն եւ այս ոլորտում բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում արտադրության նախարարության մեր գործընկերների հետ համապատասխան թվային լուծումների եւ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու միջոցով։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանին, ապա ինչպես գիտենք, այն գործում է մոտ 3 տարի եւ չնայած 2024 թվականի համեմատ նույնպես նկատվում է գործերի քանակի ավելացում շուրջ 40%-ով, այնուամենայնիվ մենք չենք համարում, որ շատ բարձր ծանրաբեռնվածություն ունեցող դատարան է, քանի որ յուրաքանչյուր դատավորի հաշվարկով միջին ծանրաբեռնվածությունը քրեական գործերով կազմում է 36, իսկ քաղաքացիական գործերով 81, ինչի արդյունքում հնարավորինս ապահովում է տվյալ ոլորտի գործերի քննության ողջամիտ ժամկետները։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ հակակոռուպցիոն դատարանում միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերի քանակն ավելացել է շուրջ 36%-ով կազմելով 3100։ Այս առումով կարող է նաև նշել, որ 2025 թվականի ընթացքում հակակոռուպցիոն դատարանում ստացված, փոխանցված, ավարտված քրեական գործերից 175 նորմական ուժի մեջ են մտել, իսկ քաղաքացիական գործերից ուժի մեջ են մտել 93-ը, որից 65-ը պետության գույքային շահերի պաշտպանության վերաբերյալ, իսկ 28-ը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վերաբերյալ, 8-ը մերժվել է։ Իհարկե, նաև այս 20 թվի մեջ մտնում են հաշտության համաձայնությամբ ավարտված գործերը։ Դրական իմաստով բացառություն է կազմում քաղաքացիական գործեր քննող դատարանները, որտեղ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացվել էր շուրջ 172,000 գործ, իսկ 25 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն 29,000 քաղաքացիական գործ, այսինքն բեռնաթափվել են քաղաքացիական գործեր քննող դատավորները մոտ 84%-ով, ինչը բոլորիս հայտնի օրենսդրական փոփոխությունների, կառավարության, ազգային ժողովի մեր գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Մասնավորապես 2022 թվականին քաղաքացիական գործ քննող դատավորը միջինում քննում է շուրջ 2000 գործ, իսկ այսօր քննում է 300 գործ, ընդ որում 2024 թվականի փետրվարից գործարկվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, որի արդյունքում 2024 թվականին քաղաքացիական դատարանները ստացել էին 12000-ից ավել քաղաքացիական գործ, իսկ արդեն 2025 թվականին համակարգի միջոցով ստացվել է շուրջ 21000 քաղաքացիական գործ, որը 2025 թվականի ընթացքում ընդհանուր ստացված գործերի 75
տոկոսն է կազմում։ Միաժամանակ պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարաններում ծանրաբեռնվածության աճն իր զգալի ազդեցություն է ունեցել վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններ ներկայացվող բողոքների քանակի ավելացման վրա, մեծացնելով նշված դատարանների ծանրաբեռնվածությունը։ Այսպես վճռաբեկ դատարանի գրեթե բոլոր պալատներում 2024 թվականի համեմատ գործերի քանակն ավելացել է շուրջ 40%-ով։ Բացառության վարչական պալատի, որտեղ գործերի քանակն աճել է 12%-ով։ Մասնավորապես վճռաբեկ դատարանի բոլոր ատյաններում բացառությամբ հակակոռուպցիոն պալատի 2025 թվականի ընթացքում ստացված բողոքների քանակը միջին կազմել է 2600, իսկ հակակոռուպցիոն պալատում 700։ Ինչ վերաբերում է վերաքննիչ ատյանին, ապա այստեղ նույնպես ունենք գործերի քանակի աճ, որը միջինում կազմում է մինչև 15%, էլի բացառությամբ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող վերաքննիչ ատյանից, որտեղ գրանցվել է շուրջ 60% գործերի աճ։ 2024 թվականի համեմատ նվազման միտում է գրանցվել վերաքննիչ վարչական դատարանում եւ այն կազմել է շուրջ 8%։ Այսինքն գրեթե բոլոր վերաքննիչ ատյաններում բողոքների թիվը հասնում է շուրջ 10,000-ի, բացառությամբ հակակոռուպցիոն վերաքննիչ ատյանի, որտեղ բողոքների թիվը 1600 է։ Ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու եւ միաժամանակ գործերը ողջամիտ ժամկետում քննելու հրամայական նկատառածելու համատեքստում կարևոր է ընդգծել դեռևս ուժի մեջ չմտած, սակայն արդարության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կառավարությանը ներկայացված եւ հավանության արժանացած մի շարք դատավարական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներ, որոնցով առաջարկում է սահմանել առաջին ատյանի դատարանում քաղաքացիական վարչական գործերով քննության 6 ամսյա ժամկետ, դատարաններին ընձեռելով պատճառաբանված որոշմամբ դրանք երկարաձգելու հնարավորություն, պետք է սահմանել, որ որպես ընդհանուր կանոն դատական կազմի փոփոխության դեպքում գործի քննությունը պետք է շարունակել ընդհատման պահից, եթե բացակայում է այն նորից սկսելու անհրաժեշտությունը։ Հատկանշական է նաև նախագծերով առաջարկող վարչական եւ քրեական դատավարությունում վերաքննության գրավոր ընթացակարգի ներդրումը համապատասխան բացառություններով, ինչպես նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների եւ դրա երկարաձգման հնարավորության կարգավորումների։ Իդեպ ուզում եմ ասել, որ այս պահին քաղաքացիական վերաքննիչ դատարանում այս կարգավորումը գործում է եւ հնարավորություն է տալիս գործերը ողջամիտ ժամկետում քննել։ Առաջարկվել է սահմանել նաև որ վարչական մարմինները մինչև 300,000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով վիճակման հայցի հիման վրա կայացված գործնստեյության լուծող դատական ակտերը չեն կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում, որոնց քանակը ըստ 2025 թվականի տվյալների վերաքննիչ վարչական ատյանում կազմում է շուրջ 30%։ Միաժամանակ վերոնշյալից բացի մշտական աշխատանքներ են տարվում նոր բարեփոխումների ուղղությամբ եւ այժմ ընթացիկ ուսումնասիրություններ ու հետազոտություններ են իրականացվում, որի արդյունքում համոզված եմ, որ 2026 թվականին ունենանք նոր այլ նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան թոթափել դատարանների ծանրաբեռնվածություն։ Սրա հետ մեկտեղ կարևորում են կառավարության եւ ազգային ժողովի մեր գործընկերների համատեղ աշխատանք, այդ թվում դատավորների քանակի ավելացման, օրենսդրական փոփոխությունների եւ այլ գործընթացների համատեքստում։ Այդպիսի մի կարևոր խնդիր կառավարության գործուն աջակցությամբ լուծվեց 2024 թվականի հունվարի 1-ին եւ դատավորների աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց, արդյունքում նոր նշանակված դատավորները 600,000 դրամի փոխարեն սկսել են ստանալ մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ։ Վերջին տարիների ընթացքում բարձրացվել է նաեւ դատավորի օգնականի աշխատավարձը, սակայն դատավորի գործավարի, քարտուղարի, կարգադրիչների եւ այլ ծառայողների մասով լուծված չէ եւ ավելի քան արդիական է մնում նրանց արժանապատի բարձրացության հարցը, չէ որ դատական ծառայողները հաճախ մնալով ստվերում իրականում կատարում են բավականին բարդ ու կարևոր աշխատանք, ստանալով ընդամենը 114,000 դրամ աշխատավարձ։ Այսպես միայն 2025 թվականին 176,000-ից ավել դատական նիստ է կազմակերպվել դատական ծառայողների կողմից, մասնավորապես դատական կարգադրիչների եւ դատական նիստերի քարտուղարների անմիջական մասնակցությամբ։ Սակայն նկարագրված ծանրաբեռնվածության ու միաժամանակ ցածր աշխատավարձի պայմաններում վերջին 3 տարիների ընթացքում դատական համակարգը լքել է 1283 աշխատակից, որից 505-ը միայն 2025 թվականի ընթացքում։ Իհարկե այս առումով դատական համակարգը կարծես թե մասնագիտական հմտություններով զինվելու
եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս շատ երիտասարդների, որը դատավորից ու աշխատակազմից նույնպես պահանջում է մեծ ջանքերի ու ժամանակ։ Սակայն մշտական բնույթ կրող կադրային բարձր հոսունության պատճառով հնարավոր չի լինում պահպանել ստեղծված ռեսուրս։ Այդ է պատճառը, որ կարևորում ենք դատական ծառայողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը, քանի որ դատական ծառայողի, մասնավորապես դատավորի օգնականի, գործավարի, քարտուղարի պրոֆեսիոնալիզմից է նաև կախված արդարադատության իրականացման որակը, այդ թվում նաև գործերը ողջամիտ ջանքետում քննելը։ Միաժամանակ կարևորելով դատական ծառայողների որակը, դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով հաստատվել են դատական ծառայողների վարքագծի կանոնները, դատավորների օգնականների պաշտոնի նորացված անձնագրերը, որոնց նպատակն է դատական ծառայողների մասնագիտական կոմպետենտությանը զուգահեռ ապահովել իրավական մշակույթի բարձր մակարդակը, անհրաժեշտ անձնական որակների եւ էթիկայի կանոնների պահպանումը։ Իդեպ բարձրագույն դատական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են նաև բազմաթիվ կազմակերպաիրավական հարցերին վերաբերող բարեփոխումներ, որոնք մեծամասամբ կատարվել են նաև դատական դեպարտամենտի խնայողություններով։ Այսպես վերջին 1 տարում իրականացվել են շինարարական աշխատանքներ դատարանների թվով 22 շենքերի պայմանների բարելավման ուղղությամբ, մասնավորապես դատական համակարգի մի շարք վարչական շենքերում միջազգային ստանդարտներին համապատասխան 30-ից ավելի խցեր են վերանորոգվել, այդ թվում ապահովել են հատուկ պայմաններ ազատազրկված անձանց եւ նրանց փաստաբանների տեսակցության համար։ Վերանորոգվել են նաև տասնյակից ավել դալիճներ, ինչպես նաև կատարվել է բակային հատվածների բարեկարգում, վարչական շենքերի միջանցքների վերանորոգում եւ վարչական շենքերն ապահովել են անհրաժեշտ կառավարմամբ, այդ թվում մետաղորսիչ սարքերով, հակահրդեհային անվտանգության համակարգերով։ Դատավորներն ապահովել են լրացուցիչ նյութատեխնիկական հնարավոր բոլոր միջոցներով աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Շարունակական աշխատանքներ են տարվում արդեն իսկ ներդրված թվայնացման գործիքների զարգացման եւ լավարկման ուղղությամբ։ Այդ թվում մակագրման համակարգի լավարկման աշխատանքներ են տարվում մարդկային գործոնը բացառելու համատեքստում։ Արդարադատության նախարարության մեր գործընկերների օգնությամբ ակտիվ փուլում է սնանկության գործերով դատավարության թվայնացման փորձարկումները, ինչպես նաև արդեն իսկ գործող քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերի լավարկման աշխատանքները։ Քննարկվում են դատական արխիվների թվայնացման ուղիները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում անձնական տվյալների պաշտպանության իրավական եւ գործնական հիմքերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ թվում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման ենթակա դատական ակտերի ապանձնավորման ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ։ Միաժամանակ մեր միջազգային գործընկերների հետ միջոցներ են ձեռնարկվել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության եւ դատական իշխանության հեղինակության բարձրացման, այդ թվում մեր շվեդ գործընկերների հետ համատեղ իրականացվել է ծրագիր դատական իշխանություն հասարակություն կամուրջի կառուցման ուղղությամբ, որի արդյունքում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել լրագրողների հետ եւ ծրագրում ենք նման ֆորմատներով քննարկումները շարունակական դարձնելու, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս կապակցությամբ կարևորում ենք նաև մեր բոլոր միջազգային գործընկերների մշտական ու շարունակական աջակցությունը, այդ թվում մեր օրենսդրության կատարելագործման համար Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության կողմից ցուցաբերած աջակցությունը։ Հատկանշական է նաև Կանադայի դաշնային դատական հարցերի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը, որը նպատակ ունի հաշվի առնելով անչափահասների արդարադատության, թմրամիջոցներին առնչվող գործերի քննության առանձնահատկությունները եւ Կանադայի դրական փորձը լավարկել դատական պրակտիկան, այդ թվում վերասոցիալականացման ծրագրերի փորձի կիրառումը։ Միաժամանակ բացի օրենսդրությամբ բացառապես բոլոր դատավորների համար սահմանված Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող պարտադիր վերապատրաստման ծրագրերից միջազգային գործընկերների միջոցով տարբեր մասնագիտացումների եւ տարբեր ատյանների 168 դատավորներ անցել են վերապատրաստումներ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բարձրացնելով դատավորի մասնագիտական կոմպետենտությունը, օրենսդրության խորքային իմացությունը, այդ թվում վերլուծական հմտությունները, տեղեկատվության հետ աշխատելու ունակությունները։ Եվ այս համատեքստում նաև կարևորելով բարձրագույն խորհուրդը դիտարկելով դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը նաև
որպես դատական համակարգի առողջացման կառուցակարգ, անկախ, անաչառ եւ հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու եւ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիք 2025 թվականին քննելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններ կայացրել է 16 որոշում, որի 2 դեպքում լիազորությունները դադարեցվել են, 4 դատավորի հայտարարվել է խիստ նկատողություն, մի դեպքում վարույթը կարճվել է եւ 6-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել։ Բարձրագույն դատական խորհուրդը մշտապես կարևորել է օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոնների պահպանումը, իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումը, որոնք առաջնային են ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու մեր բոլորի նպատակի իրագործման համար։ Քանի որ դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից եւ մեր պետականության հիմնասյուներից մեկն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի եւ իր խղճի թելադրանքով։ Եվ այս տոնական օրը եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր դատավորներին եւ դատական համակարգի բոլոր աշխատակիցներին իրենց աշխատանքի համար, արկա մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամության եւ անկախ ու արդյունավետ հասարակության լիակատար վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու ուղղությամբ գործադրված ջանքերի համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին այսօր մեր կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ։